Այստեղ մամուլում հետաքրքիր տեղեկություններ կան, մասնապես 168-ը գրել է, որ Ծիրանի բերքավաքը մոտենում է, սակայն գործադիրից չեն հստակեցնում մեր Ծիրանի ինչ ճակատագիր է սպասվում, եւ օրինակ արդյոք նախատեսվում է Ծիրանը ընդգրկել այդ արտոնությունների փաթեթի մեջ, հա, որը որ ԵՄ-ում պետքա իրացվի։ Ու մի քանի օր է, որ ԿՊԱ-ականները նրանց մերձակաշրջանակները ավետում են հունիսի վերջին հայկական Ծիրանով բեռնված 20 բեռնատար կմեկնի Լեհաստան։ Թեև դա դեռ հստակ չէ, թե որ ընկերությունն է իրականացնելու արտահանումը, ինչ պայմաններով, բայց գյուղատնտես Հարություն Նացականյանի համար արդեն հստակ է, որ 20 բեռնատար Ծիրանը հարցի լուծում չէ։ Անցած տարի շուրջ 50,000 տոննա Ծիրանը արտահանվեց, իսկ այդ 20 բեռնատարը մոտավորապես 400 տոննա է գալիս։ Ու բնականաբար այդ 50,000-ի մեջ մի տոկոսից էլ մի քիչ պակաս թիվ է գալիս, էլի, այսինքն իրենք խոսում են, որ ԵՄ-ում մեր արտադրանքը, հա, կիրացվի, բայց չեն նշում, թե ինչ ճանապարհով, ինչ եղանակով եւ այլն։ Սա կոչվում է հայկական շատ լավ բառ կա, թուլապայ։ Այսինքն Եվրոպացիների կողմից մեզ ուղղված։ Նայեք, կրկնում եմ, իմ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ բավականին բան է, հստակ է, էլի, ինձ չի կարելի դասել Ռուսաստանամոլ, բայց այնուամենայնիվ մենք այդ երկրի հետ ունեինք բազմամյա ավանդական արդեն ձևավորված աշխատանքի փորձ, այսինքն գյուղացին, երբ որ գարնանը սկսում է էտել իր բանը, ծիրանի ծառը կամ ջրել, ինքը արդեն գիտի այդ բերքը ով է գալու, ուր է տանելու, քանիսով է տանելու, ինքը դրա մասին չի մտածում, ու տենց տարիներ շարունակ։ Որտեվ արդեն օբյեկտիվ Բեռնատարը գալիս էր, ծիրանը բարձում էր, գնում էր, նա դրա մասին չէր մտածում։ Հիմա այդ ալիքը փակվեց։ Այս տարի, որ սենց է ստացվել, Եվրոպան ասեց, դե լավ, ինչքան է, մի 20, 30, 100 բեռնատար Լեհաստանը կընդունի։ Լավ, սա 50,000 տոննան Լեհաստանը ընդունեց։ Բա մյուս տարի ինչ է կանելու։ Սա հիմա են անում, որովհետև իրանց պետք էր Նիկոլ Փաշինյանին ընտրացնել Ռուսաստանի ինադու։ Բա մյուս տարի ուր եք տանելու ձեր ծիրանները։ Ինչ է լինելու։ Ինչ է լինելու ձեր բերքի բանը։ Ոստեղ մի հատ շատ կարևոր մոմենտ կա։ Ասենք ծաղիկը չգնաց, բանջարեղենը չգնաց, սա մնացել է, դու նկատել ես, որ քաղաքում գները մի կոպեկ չի չան։ Այսինքն նույն գյուղացին էլ է, էլի ազից տղեկ են, այսինքն ավելի լավ է թափեմ, փթցնեմ, շպրտեմ, բայց երկրի ներսում գոնե կես գնով չվաճառեմ։ Հայկական խասյաթ է, էլի։ Էս էլ է մոտեցում, էս էլ է ցուցանիշ։ Դու ինքը պետք է պայմանական 10,000 դրամով ծախեր Ռուսաստան, իր ինքնարժեքը պայմանական 500 դրամ է, այդ նույն 500 դրամով եթե բերեին Երևանում ծախեին, կարող է 50,000 տոննա չէ, բայց մի քանի տասնյակ տոննա, որ հաստատ կվաճառվեր, չեն անում։ Ու հաշվի առնելով այդ ամեն մի յուրաքանչյուր տեղամասում, բանում, բնակավայրում, որտեղ հաղթել է Նիկոլ Փաշինյանը, ես մենակ ձեզ մի բան ունեմ ասելու, հասնում է ձեզ։ Ու գնալով ավելի վատանալու է, որովհետև ընտրություններից հետո թանկանալու է բենզինը, այսինքն ձեր բերքը տանել դուրս ծախելը արդեն պրոբլեմա դառնալու, դուք կորցնելու եք ձեր մրցունակությունը,
թանկանալու է այն սիգարետը, որը դուք ծխելու եք բանը այդ ծառերը ջրելուց եւ մնացած բոլոր հավես բաները։ Կոմունագազն է թանկանալու, էդ էլ ասեմ իմանաք, այսինքն ջերմոցների խնդրեմա առաջանալու։ Արդեն դրանք կա հենց վերջին որոշմամբ այդ ակցիզների գների բարձրացմամբ, որի շրջանակներում ծխախոտը, բենզինը, նաև ալկոհոլը թանկացվելու են։